Նախորդին Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում առաջին քննարկվող հարցը վերաբերում էր մեր քաղաքը դաշինքի ավագանու թեկնածու Հասմիկ Խաչատրյանի ընտրացուցակից հեռացմանը եւ նրա գրանցումը ուժը կորցրած ճանաչելուն։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ուժը կորցրած ճանաչել մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Հասմիկ Մնացականի Խաչատրյանի գրանցումը։ Հանձնաժողովում հաստատեցին Խաչատրյանի նոտարական դիմումը, հավելելով, որ առաջիկա նիստում կքննարկեն նաև մեր քաղաքը խմբակցության ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի մանդատը վայր դնելու հարցը։ Հիշեցնենք, հենց Հասմիկ Խաչատրյանը պետք է հաջորդեր Նարեկ Միրզոյանին, սակայն այժմ հերթը հասնում է ցուցակի հաջորդ համարին՝ Արտակ Հովսեփյանին։ Խմբակցությունում պնդում են, թե հրաժարականը, թե ցուցակից դուրս գալը քաղաքական ենթատեքստ չունեն։ Որևէ քաղաքական ենթատեքստ չունի, Նարեկի վրա որևէ ճնշում չկա, Նարեկը շարունակում է մեր թիմի հետ մեր կողքին լինել, որևէ բան չկա, որևէ քաղաքական զուտ ընտանեկան։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկեց նաև օրեր առաջ Գյումրու ավագանու կոմունիստական կուսակցություն խմբակցության ավագանու մանդատ ստացած, սակայն կալանքի տակ գտնվող Տիգրան Ավագյանի մանդատից հրաժարման ու այն հաջորդ համանին փոխանցման հարցը։ Գյումրի համայնքի ավագանու Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դատարած ավագանու անդամի մանդատը տրվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Արտուշի Մգրչյանին։ Ավագյանի մանդատը պետք է փոխանցվի ցուցակի հաջորդ համարին Գյումրու համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Արտյոմ Մգրչյանին։ Սակայն այստեղ էլ առաջանում է այլ հակասություն։ Տիմորենկը թույլ չի տալիս, որ համայնքապետարանի աշխատակազմի պաշտոնատար անձը միաժամանակ լինի նաև ավագանու անդամ։ Ճիշտ ասած, հարգելի գործընկերներ, այդ հարցին հիմնավորված ես չեն կարող ես պատասխանեմ։ Հիմի եթե անհամատեղելիություն կա, ուրեմն պետք է հրաժարվի, եթե չկա, մնում է մանդատը մեր գործառույթն է, որ եթե ինքը հերթական հաջորդ թեկնածու է, մենք չենք կարող պատճառաբանենք, որ անհամատեղելի է մանդատ չտանք։ Մենք իրան մանդատը տվել ենք, եթե այդպես խնդիր կա, ինքը կարող է հրաժարվի հաջորդ համարին տա։ Եթե Մկրտչյանը որոշի հրաժարվել մանդատից, ապա Գյումրու ավագանու նիստերի անցկացումը կարող է կրկին երկարաձգվել, քվորումի հարցը դարձնելով հերթական անգամ անհաղթահարելի։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդին Երևանի կենտրոն վարչական շրջանի տարածքում ներկա է գտնվել Երևանի պատմական Կարմիր կամուրջ հուշարձանի բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև պաշտոնատար այլ անձինք։ Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև Եվրոպական ժառանգության օրեր ծրագիրը, որն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եվրամիության համագործակցության շրջանակում։ Հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ իրականացվել են բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված հուշագրի շրջանակում։ Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է եւ համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը։ Վերակառուցման եւ հիմնանորոգման աշխատանքներ են արվել 1830-ական, 60-ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապատեր։ Մինչ ամբողջական վերականգնումը պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը եւ հյուսիսային խուցը։ Կամուրջը ըստ էության ավերված էր եւ ուներ հրատապ վերականգնման կարիք։ 2024-25 թվականներին Կարմիր կամուրջը վերականգնվել է պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը։ Այլոց կոպի հետ կապված, այս ներքևի ճանապարհը միջև ես չգիտեի, սա գնում է բանի փաստորեն Երևան բոլի կողքը դուսա։ Որոշեցինք, որ այդ ամբողջը պետք է վերականգնենք, որ ասֆալտը կամ չգիտեմ, ոնց լինի, որ երթևեկություն ունի, այսինքն այս մասը կդառնա ահավոր աշխուժ։ Կարծեմ ահագին աշխատել են այս հավիցի վրա պաստանան։ Ես էլ շատ լավ լուծում եք տվել, շատ լավ լուծում, որ աստիճանների միջև ջուր իջնում, շատ լավ է ստացվում։ Սեչ հուշարձան Երևանում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ազգային ժողովում մանրամասներ է հայտնել մարտի 1-ի գործին առնչվող բացահայտումներից։ Ի թիվս հայտնի վճռով արձանագրվել է, որ 2008 թվականին Երևանում զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած մահերը հանդիսացել են ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հետևանք։ Դատարանը նաև նշել է, որ հրազենից արձակված կրակոցներից զոհված 4 անձանց մահերը եղել են վատ ծրագրավորված եւ վատ իրականացված գործողության արդյունք, որի ընթացքում կիրառվել են ամբողջի վերահսկման համար ոչ պատշաճ միջոցներ եւ մահաբեր ուժի անհամաչափ օգտագործում։ Ուժի կիրառումը որոշակի հանգամանքներում կարող էր արտարացված լինել կոնվենցիայի համաձայն, այդ թվում անկարգությունների կամ ապստամբության ճնշման նպատակով, սակայն 1405 միավոր 5.45 մմ լուսային գնդակների արձակումը ցուցարարներին վախեցնելու եւ ցրելու համար, ինչպես նշված է եղել կառավարության ներկայացված փաստաթղթերում, եղել է բացարձակ անհամաչափ։ Այդպիսի չտարբերակված եւ կամայական կերպով բարձր մահաբերություն ունեցող զենքի կիրառումն անընդունելի է, հատկապես հաշվի առնելով ոչ մահաբեր զինատեսակների կիրառման ծավալները, ընդամենը 280 դատարկ փամփուշտ եւ 191 ռետինե գնդակ։ Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ 2018 թվականից հետո կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան Երևան քաղաքի Լեո, Պարոնյան եւ այլ փողոցներում արդենից տեղակայված են եղել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ, ովքեր հրազեն են կիրառել, հիմնականում կրակելով օդ, իսկ առանձին դեպքերում նաև շենքերի վերին հարկերի ու տանիքների ուղղությամբ։ Այս հանգամանքը քողարկելու եւ զինված ուժերի մասնակցությունը բացառելու նպատակով բազմաթիվ ոստիկանության զորքերի եւ այլ ստորաբաժանումների ծառայողները քննության ընթացքում տվել են ուղղորդված բովանդակությամբ կեղծ ցուցմունքներ, որ իբրև իրենք են մարտական հրազենով կրակոցներ արձակել։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում եւ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում կազմվել են նաեւ ծառայողական քննության կեղծ նյութեր։ Այսինքն ակնհայտ է, որ մարտական փամփուշտներով կրակոցներ արձակած զինված ուժերի ներկայացուցիչները չեն հարցաքննվել, նրանց գործողություններին որևէ գնահատական չի տրվել, քանի որ քննությունն ի սկզբանե կրակոցների արձակումը վերագրել է ոստիկանության զորքերի առանձին զինծառայողների, ինչն իրականությանը չի համապատասխանել։ Այս մասով կատարվում են համապատասխան ապացուցողական եւ վարույթային այլ գործողություններ, գործընթացի հետ առնչություն ունեցած պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու համար։ Դատարանը KS-23 տեսակի հատուկ միջոցից արձակված Չերյոմուխայի 7 գազային նռնակից սպանված 3 անձանց մասով արձանագրել է, որ հատուկ միջոցներն ակնհայտորեն պատշաճ չեն կիրառվել, հաշվի առնելով վնասվածքների ծանրությունն ու տեղակայումը։ Դատարանը պարզել է, որ նռնակները ամենայն հավանականությամբ արձակվել են ուղղակի հարթ անկյունով։ Պարզ չէ, թե արդյոք ոստիկանները, որոնց թվում եղել են երիտասարդներ եւ անփորձ զինծառայողներ, ունեցել են հստակ հրահանգներ, անցել են արդյոք համապատասխան պատրաստվածություն, թե ոչ, կամ նրանց գործողությունների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացվել է, թե ոչ։ Այս մասով հարկ է նշել, որ 2008-ից 2018 թվականների ընթացքում քննությունն առաջ է քաշել միայն այն վարկածը, որ KS-23 տեսակի հատուկ միջոցները կիրառվել են ոստիկանության զորքերի բացառապես այն ծառայողների կողմից, ում անվան դրանք հաշվառված են եղել եւ այդ անձինք հատուկ միջոցի կիրառման նպատակով անցել են հատուկ պատրաստվածություն։ Ավելին 2009 թվականի օգոստոսի 28-ին Քերական օրենսգրքի 373-րդ հոդվածի համապատասխան մասերով զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար մեղադրանքներ են առաջադրվել ոստիկանության ներքին գործերի ծառայողներ հիշյալ դեպքերի ժամանակ KS-23 տեսակի հատուկ միջոց կիրառած Լևոն Հակոբյանին, Ավետիք Ատաբեկյանին, Մկրտիչ Ղարիբյանին եւ Վարդան Սահակյանին։ Մինչդեռ 2018 թվականից հետո կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-յան դեպքերի ժամանակ Երևան քաղաքի կենտրոնական փողոցներում կրակոցներ են արձակվել ոչ միայն ոստիկանության զորքերի հաշվեկշռում գտնվող հիշյալ 4 անձանց անվամբ հաշվառված KS-23 կարաբիններից եւ 2 միավոր չպարզված զենքերից։ Ընդ որում հիմնավորվել է, որ 2008 թվականի մարտի 1-ին KS-23 տեսակի կարաբինը ամրացված է եղել նաև ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հատուկ միջոցների կիրառման խմբի անդամ Լևոն Հակոբյանին եւ նա 2008 թվականի մարտի 1-ին ներգրաված է եղել Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Պարոնյան եւ Լեո փողոցներում տեղ ունեցած միջոցառումներին։ Սակայն այդ ընթացքում
Կարաբինը չի գտնվել Լևոն Հակոբյանի մոտ եւ նա Չերեմուխա 7 տեսակի գազային նռնակ պարունակող փամփուշտներով կրակոցներ չի արձակել։ Հավաքված ապացույցներով հիմնավորվել է, որ Լևոն Հակոբյանին ամրացված հատուկ միջոցը կիրառել է ոստիկանության զորքերի մեկ այլ ծառայող։ Վերագրյալով պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերի 30-ին որոշում է կայացվել Լևոն Հակոբյանի նկատմամբ հարուցված հանրային քերական հետապնդումը դադարեցնելու մասին Քերական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով այն է, անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Հատուկ սոցիալական խմբերի, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց համար պետությունը նախատեսում է անվճար եւ արտոնյալ պայմաններ։ Բուժօգնությունը պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով կամ արտոնյալ պայմաններով ստանալու համար հիմք է հանդիսանում, քաղաքացու դիմելու փաստը իրեն սպասարկող բուժհաստատություն, պոլիկլինիկա, ամբուլատորիա, ունենալով բժշկական ցուցում, քաղաքացին հաշմանդամություն ունեցող անձը ուղեգրվում է համապատասխան հետազոտությունների կամ հիվանդանոցային բուժման։ Էլեկտրոնային առողջապահության համակարգի շնորհիվ հաշմանդամության մասին փաստաթղթերն արձեռն ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա։ Այդ կարգավիճակն ավտոմատ տեսանելի է ցանցում։ Արտոնյալ խմբերի համար անվճար են նաև մի շարք թանկարժեք բժշկական միջամտություններ։ Եթե անձը ունի առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խորը եւ ծանր աստիճանի սահմանափակում, իրենք ունեն նաեւ հնարավորություն օգտվելու նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններից, թանկարժեք ծառայություններից, որոնցից են օրինակ ես պայմանական մի քանիսը կթվարկեմ, դա սրտի բաց վիրահատական միջամտություններն են, դա ռիթմավարի տեղադրումն է, երբ որ կարիք են ունենում հաշմանդամություն ունեցող անձինք, դա մի շարք վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կոնստրուկցիաների կիրառումն է, որը նորից բավականին թանկարժեք միջամտություններ են, դա քարափշրումն է, լիտոտրիպսիան է եւ այլն։ Նույնը վերաբերվում է նաև դժվարամատչելի հետազոտություններին, որոնք եւս ուղեգրման դեպքում հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են անվճար, այլ մեխանիզմ է գործում անհետաձգելի դեպքերում։ Օրինակ պայմանական տրվել է շտապօգնության ծառայության կանչ եւ անհետաձգելի ցուցումներով հաշմանդամություն ունեցող անձը տեղափոխվում է օրինակ հիվանդանոցային բուժման, այստեղ այլևս պոլիկլինիկական հատվածում ուղեգրի արկայության պահանջը չի գործում, որովհետև դա հրատապ վիճակ է, առողջական խնդիրը այնպիսին է, որ պահանջում է անհետաձգելի միջամտություն եւ քաղաքացին արդեն իսկ գտնվում է հիվանդանոցային հաստատությունում, իր անձը հաստատող փաստաթղթի արկայության պարագայում, նորից եմ ուզում շեշտել, էլեկտրոնային առողջապահության համակարգում հասանելի կարգավիճակով պայմանավորված, ինքը նորից օգտվում է երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բուժօգնությունից։ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության մյուս առանցքային ուղղությունը դեղերի հասանելիությունն է։ Առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին կամ ֆունկցիոնալության ծանր ու խորը աստիճանի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են անվճար դեղեր։ Սկսած 2024 թվականին առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներին նաեւ միացել են երրորդ խմբի հաշմանդամության կարգ ունեցող պացիենտները կամ ֆունկցիոնալության միջին աստիճան ունեցող հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք նախկին 50% եղջի փոխարեն այժմ արդեն ստանում են դեղերը իրենց սպասարկող պոլիկլինիկական ծառայության միջոցով ամբողջովին անվճար կարգով։ Բուժման համար անհրաժեշտ դեղերը տրամադրվում են առողջապահության նախարարի հրամանով հաստատված հիմնական դեղերի ցանկից, առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով։ 2025 թվականից սրտանոթային եւ շաքարային դիաբետ ունեցող պացիենտներին դեղերը տրամադրվում են իրենց կողմից, պացիենտի կողմից նախընտրած դեղատների միջոցով, այն դեղատների միջոցով, որոնք միացված են առողջապահության նախարարության օֆերտայի համակարգին եւ պացիենտը իր նախընտրած դեղատան միջոցով կարող է ստանալ իր կողմից նախընտրած առևտրային անվանումով դեղը։ Իսկ փոխհատուցման ենթակա դեղերի ցանկին կարելի է նախապես ծանոթանալ առողջապահության նախարարության կայքում, գտնել նախընտրելի առևտրային անվանումով դեղն ու պարզել, թե որքանով է այն փոխհատուցվում պետության կողմից։ Իդեպ 2025-ից անվճար դեղերը տրվում են միանգամից եռամսյա օգտագործման ծավալով։ Շաքարային դիաբետի դեղը ձեզ բաց է թողնվում 3 ամսով արդեն 90 օրով։ Այո, 3 ամսով համանախատեսված քանակ է։ Եթե 2 օրը 3 ամս։ Այո, 3 ամսվա օրը 2 հատ եք ընդունելով։ Այս բարեփոխումները միտված են կառուցելու ներառական առողջապահական համակարգ, որտեղ բժշկական օգնությունն ու սպասարկումը հասանելի է բոլորին։
Անկարան կշարունակի աջակցել Ադրբեջանին հետևելով մեկ ազգ երկու պետություն սկզբունքին, հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Ռեջեփ Էրդողանը կառավարության նիստից հետո ունեցած ելույթում նաև վերահաստատել է, որ իր երկիրը այսուհետ էլ ջանքեր կգործադրի հանուն հարավային Կովկասում կայունության եւ տնտեսական զարգացման։ Էրդողանն անդրադարձել է Վրաստանի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի կործանմանը, նշել. Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները սերտորեն գործակցել են որոնողափրկարարական աշխատանքներում։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում պարզ կդառնա ինչու է օդանավը կործանվել։ Խոսելով Գազայում իրավիճակից, Թուրքիայի նախագահը հայտնել է, որ չնայած Իսրայելի ստեղծած խոչընդոտներին շարունակում են հումանիտար մատակարարումները։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Գազայում խաղաղության ամերիկյան ծրագրին աջակցող բանաձև է ընդունել։ Փաստաթուղթը կոչ է անում ստեղծել կայունացնող միջազգային ուժեր, որոնք կապահովեն Գազայի անվտանգությունը։ Թե որ երկրներն են ներգրավվելու նախաձեռնությանը չի նշվում։ ԱԽ անդամները նաև ողջունել են ԱՄՆ նախագահի վերահսկողության ներքո անցումային վարչակազմ ստեղծելու գաղափարը։ Փաստացի այս բանաձևն ազդարարում է Գազայում խաղաղության ԱՄՆ նախագահի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը։ Բանաձևին կողմ է քվեարկել ՄԱԿ անվտանգության խորհրդի 15 անդամից 13-ը, Ռուսաստանը եւ Չինաստանը ձեռնպահ են մնացել։ ՄԱԿ-ում Մոսկվայի մշտական ներկայացուցչությունը անհասկանալի եւ ոչ միանշանակ է որակել բանաձևը։ Գլխավորն այն է, որ այս փաստաթուղթը Պաղեստինյան օկուպացված տարածքներում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի անվերահսկելի փորձարկումների քողարկում չդառնա, ասված է ռուսական կողմի հայտարարության մեջ։ Համասը քննադատել է ԱԽ բանաձևը, պնդելով, որ այն չի հարգում պաղեստինցի ժողովրդի իրավունքներն ու պահանջները։ Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Ուկրաինական Դնեպր քաղաքում բնակելի շենքեր, քաղաքացիական այլ օբյեկտներ են վնասվել, հրդեհներ են բռնկվել, կան վիրավորներ։ Ռուսական հարվածների հետևանքով Խարկովում հայտնի է 1 զոհի մասին։ Ռուսական Բելգորոդի մարզում էլ ուկրաինական հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ, առևտրային եւ այլ օբյեկտներ են վնասվել։ Ռուսաստանի բնատվյալով գիշերը Դաշնության տարածքում խոցվել է ուկրաինական շուրջ 50 ԱԹՍ։ Թիրախում են եղել Վորոնեժի, Տամբովի, Ռոստովի, Յարոսլավլի եւ այլ մարզեր։ ԱՄՆ նախագահը չի բացառել մեքսիկական թմրակարտելների դեմ ռազմական գործողությունների հավանականությունը։ Դոնալդ Թրամփն ընդգծել է Միացյալ Նահանգներ թմրանյութերի հոսքերը դադարեցնելու կարևորությունը, բայց նախ հարկավոր է դիմել կոնգրեսին, հարկավոր է, որ եւ դեմոկրատները եւ հանրապետականները համաձայնեն, սակայն դեմոկրատները մի փոքր խելագար են եւ կարող են դեմ արտահայտվել, պնդել է Սպիտակ տան ղեկավարը։ Ավելի վաղ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը սերտորեն գործակցում է Մեքսիկայի հետ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում։ Լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ոչնչացնել նաև իր ձևակերպմամբ Կոլումբիայում գործող կոկաինի գործարանները։ Կոչնչացնեի արդյոք դրանք։ Այո, չեմ ասում, որ կանեմ, բայց հպարտ կլինեի դա անել, հավելել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը չի բացառում Վենեսուելայի դեմ գործողություններ անցկացնելու հնարավորությունը։ Նրանք 100,000-ավոր մարդկանց բանտերից ուղարկել են մեր երկիր, այնտեղից թմրանյութերի ահռելի հոսքեր կան, մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահը։ Միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնել բանակցել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Վերջինս եւս հայտարարել է, որ բաց է Թրամփի հետ երկխոսության համար։ Հայաստանում վերջին տվյալներով ակտիվացել են սուր շնչառական վարակները, որոնց թվում է գրիպի A տեսակի, հատկապես H3N2 ենթատեսակի շրջանառությունը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի քանակը մոտավորապես նույնն է, ինչը փաստում է այն մասին, որ վարակի տարածումը սեզոնային բնույթ ունի։ Առավել խոցելի խմբերում, ինչպես եւ ամեն տարի, մինչեւ 5 տարեկան երեխաներն են եւ տարեցները։ Երբ որ արդեն մի փոքր ցուրտը սկսվում է, երևակայի այդ սեզոնի հետ կապված լինում վիրուսի ակտիվացումը, կապված է նաև նրա հետ, որ դպրոցները մանկապարտեզներն են սկսում աշխատել, պետք է օդափոխել սենյակները, որտեղ գտնվում են մեծ քանակով երեխաներ, աշխատանքային սենյակներ, դպրոցներ, ձեռքերն է պետք հաճախ լվանալ, շատ հեղուկ է պետք օգտագործել, հագնվել ըստ սեզոնի։ Այդպես առանձնապես շատ միշտ բանջարեղեն են ուտել երևի ու հեղուկների քանակը մի քիչ ավելի շատացնել։ Առողջապահության նախարարությունը հայտում է, որ գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով պատվաստվելը խրախուսվում է բոլորին, ռիսկային խմբերին առավել ևս բարդություններից խուսափելու համար։ Սեպտեմբերից մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները։ Պատվաստանյութերը առկա են բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, որոնք պատվաստում են իրականացնում։ Պատվաստումները իրականացվում են անվճար հիմունքներով, հասանելի են անկախ հաշվառման տվյալ բժշկական
կազմակերպությունում հաշվառման փաստից եւ անկախ քաղաքացիությունից։ Վերջին տարիներին նկատվող դրական շարժը ցույց է տալիս, որ ճիշտ տեղեկատվությամբ եւ բացատրական աշխատանքներով հնարավոր է նվազեցնել կասկածները, ապահովելով ավելի մեծ ընդգրկվածություն պատվաստումների գործընթացում։ Ռիսկային խմբերում պահանջարկի ձևավորումը այս պահին ամենակարևոր նպատակներից է։ Նոյեմբերի արդեն իրականացվել է ավելի քան 124,721 դեղաչափ սեզոնային գրիպի դեմ պատվաստում։ Բնակչության շրջանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումների պահանջարկը ավելի ու ավելի է բարձրանում եւ յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ավելի մեծ խմբաքանակ ենք պատվիրում պատվաստանյութի։ Աշխատում ենք, որ մասսայական լինի դա, ոչ բոլորն են համաձայնվում, ավելի շատ մենք ենք անում կոլեկտիվներում, փակ կոլեկտիվներում, որտեղ շատ պարտադիր է, որովհետև իրանց հիվանդանալը շատ ավելի վտանգավոր է։ Իսկ այնպես իհարկե բնակչության հետ աշխատում ենք, փորձում ենք, որ ավելի մասսայականացնենք։ Ընդհանուր թուլություն, գլխացավ, սխումներ, կոկորդի ցավ, սրանք են գրիպի վիրուսի նախանշանները։ Ժամանակին մասնագետին դիմելը, ինքնաբուժությամբ չզբաղվելը նվազեցնում են հիվանդության բարդություններից խուսափելու եւ ռիսկային խմբերում գտնվող հարազատներին վարակելու հավանականությունը։ Կասկածել, վերլուծել, ստուգել, մեդիագրագետ լինելու կարևոր սկզբունքներից են։ Մեր օրերում, երբ յուրաքանչյուր մեկը կարող է դառնալ բովանդակություն ստեղծող եւ տարածող, խիստ կարևորվում է մեդիագրագիտությունը, ինչպես բովանդակություն ստեղծողների, այնպես էլ սպառողների համար։ Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներից մեկն անցկացվում է Գավառ քաղաքում։ Այն համախմբել է մարզային եւ մայրաքաղաքային լրատվամիջոցների ներկայացուցիչների, կրթական հաստատությունների աշխատակիցների եւ սովորողների միասին քննարկելու պատասխանատու մեդիա բովանդակություն ստեղծելու մոտեցումները։ Մեդիագրագիտությունը դա վերացական մի հասկացություն չէ։ Մեդիագրագիտությունը այսօր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուրից կարծես օդի ու ջրի պես այլևս անհրաժեշտ հմտություն է եւ մեդիագրագետ քաղաքացի ունենալը այսօր յուրաքանչյուր պետության համար նույնքան կարեւոր է, որքան պատասխանատու քաղաքացի ունենալը, որքան հոգատար քաղաքացի ունենալը։ Մեդիագրագիտությունը սոցիալական փոփոխության գործիք խորագրի ներքո անցկացվող շաբաթվա միջոցառումներն իրականացնում է հանրային լրագրության ակումբը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ։ Եվրամիությունը պատրաստակամ է տարբեր ծրագրերով եւ տարբեր ձևաչափերով հնարավոր դարձնել մեդիա տիրույթում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ քննարկումները շահագրգիռ բոլոր կողմերի հետ։ Ողջույնի խոսքում նշեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը։ Գավառում նշում ենք մեդիագրագիտության խթանման կարևոր փուլը, որը վճռական նշանակություն ունի Հայաստանի ողջ տարածքում ժողովրդավարության ամրապնդման համար։ Երևանից մինչև Գյումրի Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը աջակցելու համայնքներին տեղեկացված եւ կառուցողական երկխոսության ձևավորման գործում, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքացիներին զարգացնել քննադատական մտածողություն եւ դրսեւորել ակտիվ ներգրավվածություն հանրային կյանքում։ Մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ մենք ձգտում ենք արժանահավատ տեղեկատվության տարածման եւ քաղաքացիական մասնակցության խթանման միջոցով նպաստել ավելի տեղեկացված, կայուն եւ դիմակայուն Հայաստանի կառուցմանը։ Հայաստանում եւ մասնավորապես Գեղարքունիքի մարզում մեդիագրագիտության շաբաթի անցկացումը կարևորեց նաեւ մարզպետ Կարեն Սարգսյանը։ Նա կոնկրետ օրինակներով անդրադարձավ այն դեպքերին, երբ պետական ծրագրերի վերաբերյալ ոչ ճիշտ վերլուծությամբ, մեկնաբանությամբ, շփոթություն առաջացնող վերնագրերով հրապարակումների արդյունքում հանրության շրջանում սխալ պատկերացումներ են ձևավորվել տվյալ ծրագրերի վերաբերյալ, դրանք դարձնելով պակաս ընդգրկուն։ Մենք եթե չկարողանանք ճիշտ աղբյուրներից օգտվել եւ չունենանք այն վերլուծական միտքը կամ փորձենք վերցնել եւ վերլուծել, մենք կարող ենք տրվել այդ մանիպուլատիվ վերնագրերին եւ կարող են այս ծրագրերը եւս այդ արդյունքները չունենան։ Դրա համար ես շատ եմ կարևորում նմանատիպ միջոցառումները եւ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ բոլորիդ, ովքեր ջանք են դրել, որպեսզի նմանատիպ միջոցառում իրականացվի եւ մեր հասարակության մեջ մեդիագրագիտության դերը ավելի բարձրացվի եւ մենք բոլորս դառնանք ավելի մեդիագրագետ։ Համայնքային խնդիրները թվային գործիքների միջոցով ցույց տալու, բնակիչների ձայնը լսելի դարձնելու անհրաժեշտության,
մեդիաբովանդակության ներկայացման էթիկական մոտեցումների եւ մեդիայում բազմազանության ու ներառականության սկզբունքների մասին խոսեցին նաեւ հենց լրագրողները։ Բանախոսները խրախուսեցին մեդիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ երիտասարդական նախաձեռնությունների միջև գործակցությունը, ինչը կնպաստի մեդիագրագիտության զարգացմանը եւ դիմակայուն համայնքների ձևավորմանը։ Ամառային գունագեղ սիմպոզիումները, որոնք արդեն 21 տարի անցկացվում են Կողբի գեղարվեստի դպրոցի կողմից, վերածվել են նոյեմբերյանի սարերում արվեստի յուրահատուկ կենտրոնի, համախմբելով ստեղծագործողներին բնության գրկում։ Այս տարվա սիմպոզիումի ամփոփիչ ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ Երևանում, արվեստի դեսպանատուն արվեստանոցում։ Այս տարի ինձ բախտ վիճակվեց առաջին անգամ կյանքում լինել Կողբի ճամբարում, Կողբի պլեներում, որտեղ շատ հրաշալի օրեր անցկացրեցինք, ծանոթացանք տարբեր նկարիչների հետ, աշխատեցինք միասին, ու մեզ մոտ գաղափար առաջացավ, որ այդ հրաշալի աշխատանքները պետք է անպայման ցուցադրենք նաև Երևանում։ Այսօր սրով հյուրընկալել ենք Կողբի պլեներ 2025 թվականի աշխատանքների ցուցահանդեսը։ Ուղղակի հիացած են, շնորհակալություն ես գեղեցիկ նախաձեռնության համար, տարիներ շարունակ 2-10 ավել այդ պլեներները մեր օգտականում։ Այս ստեղծագործությունների մեջ սա մեր համայնքի չնաշխարհիկ բնությունն է, պատմությունն է, գեղեցկությունն է ու շատ լավ է, որ ես շատ եմ տեսել ջան, որ էներգետիկ դաշտի ինչքան ուժեղություն են, մենք ամենասուն ոք կետում ենք ու ոչ կանեմ, որ նկարիչների թիվը ևս բազմապատկում է։ Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի տարբեր համայնքներից եւ արտերկրից ժամանած նկարիչների աշխատանքները, որոնք 20-ից 30 օր ապրելով նոյեմբերյանի սարերում ներշնչվել են տեղի բնությամբ եւ ստեղծագործել անմիջականորեն բնության միջավայրում։ Մոտ 10 տարի է ես մասնակցում եմ այս սիմպոզիումներին իմ ընտանիքի հետ ու այստեղ ոչ միայն կարելի է ասել հանդիպում է արվեստի հետ, այլ ավելի շատ բնության եւ ջերմ մթնոլորտի։ Ու կարելի է ասել մենք ամեն տարի գալով մեր արվեստի ճամբարը կարծես թե մարդանալու տեղ ենք գտել եւ միահյուսվում ենք բնությանը եւ արվեստին, ինչպես նաեւ կողբեցիներին։ Սա ինքան երանելի բան է, որ ու ինքան կարևոր է, այս անհոգ ժամանակներում ամենքի աշխարհում դուրս ճիշտ հակադակ դեգրադացիոն պրոցեսի մեջ մենք հանկարծ մի փոքրիկ Հայաստան այսքան խփված եւ հանկարծ կարևորում է այն, որը չի կարևորում ամբողջ աշխարհը եւ դրա նկատմամբ աշխատանք է կատարում, որպեսզի հոգեվորի զարգացումը չլինի։ Եվ մի գյուղում Հայաստանի սահմանամերձ հյուսիսային մի գյուղում մի դպրոց կա, արվեստի դպրոց, որը կազմակերպում է միջոցառումներ եւ բոլորին հավաքում է սալոն, տարբեր տեղեր եւ այլն, այսօր արդեն ամենը չազգային։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 22-ը, այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու նոյեմբերյանի հիասքանչ բնությանը։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք։ Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց F1 տեսակի նռնակ պայթուցիչով, սվին դանակ եւ ինքնաձիգի 19 փամփուշտ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները պարզվում են։